Իհարկե, անընդունելի է, որ իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով, երբ երկրի անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանա, անկախ նրանից ընտրություններ կան թե չկան, սա խոսում է այն մասին, որ մի կողմից ակնհայտ է, որ իշխանությունը այդ վախով մանիպուլացնում է, սա քարոզչական հնարք է, բայց մյուս կողմից է ստացվում է այնպես, որ այո, արձանագրվում է, որ Ալիևը ընդամենը նախընտրական հրադադար է հայտարարել Նիկոլ Փաշինյանի համար, եւ հենց Նիկոլ Փաշինյանն է սրանով խոսում, որ տեսեք, այո, հիմա խաղաղություն է, որովհետեւ Ալիևը հրադադար է հայտարարել եւ սահմանին եւ նաեւ հռետորաբանությամբ, չէ, բավականին նվազել է այդ հակահայ խոսույթը եւ սա դրա մասին է, որ մեր հայրենությունը պետք է հասկանա, որ ինչպես 21 թվականի ընտրություններից առաջ էր, հա, Նիկոլ Փաշինյանը բացում խաղաղության դարաշրջան, հիմա նույն խաղաղության մասին է խոսում, իշեք օգոստոսի 8-ից հետո այնպիսի մի հրավառություն էր ԿՊԱ-ականների մոտ, որ վերջ արդեն մենք հավերժ խաղաղության մեջ ենք, բա ինչ եղավ այդ խաղաղությունը։ Իսկ եթե խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը հաստատված է երկու պետությունների միջև, չէ, ոչ թե երկու իշխանությունների։ Իսկ սա խոսում է, որ այդ խաղաղությունը ուղղակի թղթի կտորի վրա արձանագրված մի շոուի մաս էր կազմում, եւ Ադրբեջանը շարունակելու է իր հակահայ քաղաքականությունը, եւ մենք պետք է ուղղակի ամրացնենք մեր անվտանգությունը, գնանք դեպի զարգացում եւ որակյալ իշխանության առաքելությունը նա է, որ այն խնդիրները, որոնք կան, դրանց լուծումները ամենևին կապված չլինեն մեկ անձինց։